Բարև ձեզ այսօր իմ հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանն է։ Ողջույն Էդմոն։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք իմ հրավերը։ Եվ եկեք սկսենք թերևս տարածաշրջանից։ Ձեր կարծիքով մենք գործ ունենք մի մեծ պատերազմի հետ, որը կարող է ել ավելի ընդլայնվել։ Ես կարծում եմ, որ այո, որովհետև արդեն իսկ այնքան է ընդլայնվել, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է հարևան երկրներից եւ չգիտեմ, ես կարծում եմ այնտեղ, որ նաեւ Թուրքմենստանն է, որ դեռևս որևէ ձևով չի առնչվել այս պատերազմի հետ։ Նկատի ունեմ դեպի աշխարհագրորեն, էլի։ Վրաստանը չեմ հաշվում, որտեղ Վրաստանը մյուս կողմում է։ Վրաստանը մի քիչ ավելի հեռու է, այո, սահմանակից չէ Իրանին։ Ինչ է կատարվում Իրանա-ադրբեջանական հարաբերություններում եւ ինչքանով է մեծ հավանականությունը, որ այդ ամենանիվ Ադրբեջանը կմտնի Իրանի դեմ պատերազմ։ Գիտեք, Ադրբեջանը վերջին շրջանում շատ է սկսել մեծախոսել եւ այս մեծախոսությունը նաեւ այս երեկվա դեպքերի հետ կապված կարող եմ ասել։ Բնականաբար հայերս այդտեղ անմասն չմնացինք, Ալիևը խոսեց, որ մեր երկաթյա բռունցքը ցույց կտանք, մենք մարդկանց գլուխներ ենք կտրել, բայց մարդը իր բերանով ընդունում է, որ իրանք մարդկանց գլուխներ են կտրել։ Որ մենք ասում ենք, որ զինվորներին գլխատում եք, ասում ենք, բան։ Մենք մարդկանց գլուխներ ենք կտրել, բանես կանենք, են կանենք եւ համար 1 է տված զինված ուժերին։ Նաեւ ինչ որ պայեստազորի հավաք են սկսել, բայց սա PR ակցիա է։ Նաեւ դեսպանությունն են փակել Թեհրանում եւ այսօր նաեւ հյուպատոսությունը թե Թավրիզում որտեղ մեծ հաշվով շատ մեծ PR են անում, նաեւ դիվանագիտական խողովակներով աշխատում են, որ տարբեր երկրներ մտահոգություն արտահայտեն դրա վերաբերյալ հրապարակային։ Եվ միևնույն ժամանակ ես ուզում եմ ձեր եթերում սա մասին նաև խոսեմ, իմ ալիքում խոսել եմ այսօր։ Միևնույն ժամանակ Հայաստանում մի process է ընթանում, որ եթե փաստորեն պարզվում է, որ հանկարծ կարող է Նախիջևանով Ադրբեջանի ճանապարհը փակվի, բա պետք է Հայաստանը դրա համար անպայման մի հատ Ադրբեջանին հումանիտար ճանապարհ տա։ Հենց այդ մասին է ուզում խոսել, բա որ բա պետք է տա Եթե չտա շատ վատ կլինի, մենք պետք է ցույց տանք, որ մենք լավն ենք ու տանք, բան ու նմանատիպ սոցցանցերում արդեն զոնդաժ է արվում, հասարակությանը նախապատրաստել, իշխանամետ բլոգերները այդ թվում, հա երևի։ Այո, բայց ի՞նչն է այստեղ կարևորը։ Սա սկսվել է, ես հետևում եմ էլի process-ին, փետրվարի 21-ին։ Փետրվարի 21։ Դեռ պատերազմը չսկսված։ Պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին։ Եվ կարող 28-ին չսկսվել, 28-ին սկսվել է մի պատճառով, որովհետև Իսրայելի հետախուզությունը ստացել է տվյալներ, որ այդ օրը հոգևոր առաջնորդը ունի իր մոտ ինչ-որ հանդիպում, բայց բունկերում չի այդ հանդիպում, իր աշխատավայրում։ Այսինքն մարդը չէ փախե մեծ հաշվով, իր ընտանիքի հետ որտեղ որ ապրում է եւ ռմբակոծվել եւ այդտեղից է սկսվել պատերազմը։ Այսինքն փետրվարի 21-ին մարդիկ գրում էին, որ երբ որ Իրանի վրա է սա պատերազմ սկսվի, այդ դրա արդյունքում կարող է փակվի Ադրբեջանի ճանապարհը։ Այդտեղ պետք է մենք անպայման տանք հումանիտար ճանապարհ։ Եվ այստեղ հարց ունեմ, էլի որ Ժորժանը մի րոպե։ Նախ եկեք շմարանանք, որ Ադրբեջանը մեզ չի տվել հումանիտար ճանապարհ Լաչինի միջանցքով, փակել էր եւ 8 ամիս մարդիկ սովի էին մատնված։ Մենք հակարի կամուրջ էինք հարցրել հումանիտար բեռները եւ ասում ենք ուղակի թողան էստեղից տանեն չէին թողնում։ Մի հատ դա հիշենք։ Սա մեկ։ Մյուսը, եթե պետք է տրվի ճանապարհ, այդ ճանապարհը պետք է լինի սովորական ճանապարհ։ Ես դեմ չեմ հումանիտար ճանապարհին, տեսեք։ Բայց այդ ճանապարհը պետք է տրվի սովորական ճանապարհ։ Այսինքն դրանից առաջ չպետք է գան եկեք ասենք ինչ է նշանակում այս դեպքում ոչ սովորական ճանապարհ, եթե դրանից չկան Ադրբեջանի ռազմական ինչ-որ ստորաբաժանումներ, թրիփը ոչ սովորական ճանապարհ է, որտեղ կա front office, որտեղ հայեր չկան։ Դե հիմա չկա թրիփ այս պահին, եթե վաղը սկսվի պատերազմը օգտագործվում է հիմա, որպեսզի մինչև թրիփի լինելը տրվի ճանապարհ։ Ես էլ ասում եմ հետեւյալը, եթե տալիս ենք ճանապարհ, եթե նման բան քննարկվում, ուրեմն այդ ճանապարհը պետք է լինի սովորական, մեր անվտանգության ուժերով, մեր սահմանապահներով ճանապարհ, որը եթե Ադրբեջանը վերցնում է օգտագործում, դուրս է գալիս, որ Բայց ինչ խնդիր կար, որ պետք է հայերին չհանդիպեին այդ ճանապարհին։ Բայց եթե ունենայինք նորմալ ղեկավարություն, դա կարելի էր հոգուտ մեզ օգտագործել, բայց մենք կարծում եմ այնքան էլ adekvat ղեկավարություն չունենք, ավելին համոզված եմ, որ երեք երբ հեռախոսով զրուցել են Բայրամովն ու Արարատ Միրզոյանը, հավանաբար նաև
այդ հարցը բարձրացվել է, որտեղ բավական է նայել քարտեզին ու հասկանալ, որ եթե սկսվում է ռազմական գործողություն Ադրբեջանի եւ Իրանի միջև, քարտեզին նայում եք ու հասկանում եք, որ Նախիջևանը բառացիորեն որևէ կապ այլևս չի ունենում Ադրբեջանի հիմնական տարածքի հետ եւ այսինքն իրենք ասելու են, բա մենք ինչ անենք, ու այդ հարցը միանգամից գալու է օրակարգ։ Իրենց ասելու փոխարեն մենք որևէ տեղեկություն չունենք, որ Ադրբեջանը դիմել է Հայաստանին, խնդրեց ճանապարհ։ Դա տրամաբանական է։ Հայաստանում դեռևս պատերազմից առաջ այս թեման հանրությանը պատրաստելու շրջանակներում քննարկվում է։ Բայց ինչու է քննարկվում։ Ես իմ միակ հույսը, որ այդուամենայնիվ Ալիևը այդքան էլ արկածախնդիր չի գտնվի, ինչքան էլ ոչ հիմա այսպես հերոսացած է եւ պաթետիկ խոսում է, այդուամենայնիվ նա չի կարող չհասկանալ, որ մտնելով Իրանի դեմ պատերազմի մեջ անկանխատեսելի հետևանք կարող է ունենալ իր համար եւ իր երկրի համար եւ իր իշխանության համար։ Ես նման սցենար չեմ տեսնում։ Որ Ադրբեջանը Իրանի դեմ մտնի պատերազմ։ Որտեղ ինքը սահմանակից երկիր է եւ ցամաքային որևէ շարժ դա Ադրբեջանի համար ֆունդամենտալ խնդիրներ կարող է առաջացնել, Ադրբեջանը կարող է։ Եվ այսինքն փակվում է նաև հումանիտար միջանցքի հարցը, ըստ այդմ։ Իրենք են հարցը բարձրացնում, որ հայտարարեցին, որ փակել են օդային ճանապարհը, տարածքը, հետո հայտարարեցին փակել են բեռների տեղափոխումը։ Եվ Հայաստանում սկսեցին գրել, օրինակ տեսեք վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիրած անվտանգության խորհրդի նիստի մամուլի հաղորդագրությունը կապուղիների մասին է։ Ինչի, օրինակ պրես-ռելիզ է տրվում, որ անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ Նախիջևանի օդանավակայանի հարվածից հետո կապուղիների վերաբերյալ։ Էդմոն, իսկ կարող եք պատկերացնել, հա, փորձենք մի քիչ չունեմ տեղեկություն, բայց ենթադրենք, որ այնինչ երեք տեղի է ունեցել, երբ գրվել է, որ Ադրբեջանը հայտարարել է պաշտոնապես, որ իրանական դրոնները խփել են Նախիջևանի օդանավակայանին, սա իրականում կարող է եւ հենց այդպես չլիներ, ինչպես հայտարարում են Իրանի պաշտոնական թերանն է, ինչպես հայտարարում, որ մենք որևէ ոչինչ չենք արձակել Ադրբեջանի տարածք, այսինքն դրանք մեր արձակած դրոնները չեն։ Գուցե հենց այս ամեն ինչը արվել է միայն դրա համար, որ սահմանը փակի Ադրբեջանը եւ քանի որ Իրանում պատերազմ է, հայտարարի, որ այսպես թե այնպես մենք ունենք թրիփի մասին համաձայնագիր, մենք հիմա հայտնվել ենք վատ վիճակում, որտեղ մեր տարածքի մի մասը որևէ ձևով կապված չի մեր։ Ես դա եմ ասում։ Նայ։ Այսինքն հենց դրա համար ստեղծված լինել։ Ես չեմ ուզում ասել, որ մենք ենթադրում ենք, մենք չունենք տվյալները։ Մենք գիտենք, որ գոյություն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի կներեք, Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հայտարարությունը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հարվածել Ադրբեջանի տարածքին, այդ թվում Նախիջևանին եւ նրանք հերքում են։ Դրա մասին Արաքչինն է նույնիսկ ասել երեք հայտարարել։ Եվ Արաքչի զանգը կա Բայրամովին, որ էլի ասել է, եւ ավելին ձեզ ասեմ, գոյություն ունի գլխավոր շտաբի հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության, որ խոսում են, որ Իսրայելն է պրովոկացնում։ Հիմա սցենար 1 կարող է այդ պրովոկացվում, հա։ Սցենար 2, որ կարող է երկու հատ փախած դրոն եկել ընկել են այդտեղ։ Իսկապես բայց այն որ Ադրբեջանը դա օգտագործում է արդեն արագ այս process-ի համար դա միանշանակ է, բայց ուրիշ դες բան ասեմ։ Փետրվարի 21-ին Հայաստանում իշխանական զոնդաժ անողները գիտեին, որ երկու հատ ադրբեջանական, երկու հատ իրանական փախած դրոն կարող է գանգնի Նախիջևան պատերազմի ժամանակ, այդ սաղ գիտեին էլի, ու ասում էին այ որ տենց լինի, մենք պետք է տանք հումանիտար ճանապարհ։ Ես հումանիտար ճանապարհ, եթե լոբինգ է արվում, դա ուղղակի ճանապարհ է, որով կարող անցնի շաքարավազ, ցորեն, բենզին, դիզվարելիք, օրինակ այն ինչ որ մենք հիմա ստանում ենք, չէ, իրենց սահմանապանները ստուգում են։ Նույն պայմաններով թող գնա, ինչ ա եղել։ Իհարկե։ Բայց դրա համար ինչ լոբինգ է պետք անել։ Այսինքն այստեղ լոբինգ արվում է հետևյալի համար, որ առանց հայերի ճանապարհ, սրա մասին է լոբինգ։ Մի քիչ իշխանությունների համար մի քիչ վտանգավոր է, եթե իրենք նման քայլի գնան, որովհետև ընտրություններից առաջ տալ այդ ճանապարհը արդեն դրա համար նախապատրաստում Ադրբեջանին
պատերազմ է, հումանիտար պետք է լինի։ Okay, եթե մենք խոսում ենք հումանիտար միջանցքի մասին, այդ դեպքում թող Ադրբեջանը հայտարարի, որ կարող է սկսել բանակցությունները արցախցիների երաշխավորված անվտանգության երաշխիքներով վերադարձի մասին, թող անմիջապես օր առաջ բաց թողնի մեր բոլոր գերիներին, Բաքվում թող իր հրետորաբանությունը փոխի եւ այլն, այսինքն եթե մենք գնում ենք այնպիսի քայլի, որ տալիս ենք հումանիտար միջանցք, այսինքն ոչ միայն թերթում ենք պատերազմի էջը, այլ նաև բարեկամական փաստորեն քայլի են գնում, իրենք էլ պետք է նման քայլի գնան, բայց Ադրբեջանը նման քայլի չի գնա, որովհետև ըստ իս Ալիևը դեռ մինչև վերջ այդ հաճույքը չի ստացել, հաղթող հերոսի հաճույքը։ Ավելի հակված եմ, որ մենք ձևակերպենք գոնե մեր պատկերացումը, մեր պատկերացումը հետեւյալը պետք է լինի պետական, այն որ այո, մենք հումանիտար օգնություն, ճանապարհ, ամեն ինչ պատրաստ ենք տալ, բայց բնականաբար դա միջանցք չի լինելու։ Սա ամենաճիշտ, ամենաինքնիշխան դիրքորոշումն է։ Բայց այս դիրքորոշման համար շատ զարմանալի կլինի, որ եթե սա է դիրքորոշումը, եթե սա է լինելու, իմաստը որն է այս զոնդաժավորման։ Այս քարոզչության իմաստը որն է, որ այս օրերին իսկ չեք կարծում, որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանը ինքը շատ լավ հրետոր է կհայտարարի, որ սովորական ճանապարհ եք տալիս, բայց իրականում ոչ սովորական լինի այդ ճանապարհը։ Մենք կիմանանք դրա մասին, որովհետև տեսեք Ալիևը բազմիցս է ասել, որ իրենց ճանապարհին հայեր չպետք է լինեն։ Այսինքն իրենց այդտեղ վերցնելու հարցն է, թե իրենք ընդունում են այդ ճանապարհը եւ ընդունում են այնպես ինչպես որ մեր բոլոր ճանապարհներն է, հետեւաբար ջրվում է թրիփի փաստաթղթերում ներդրված ամբողջ կառուցակարգը։ Իսկ թրիփի ճակատագիրը ընդհանրապես արդեն front office, back office, չգիտեմ, Իսկ այդ թրիփը արդեն կարելի է կասկածի տակ դնել թրիփի ճակատագիրը, որովհետեւ մենք չգիտենք ինչով է ավարտվելու Իրանում այդ մեծ պատերազմը։ Չգիտենք, չենք կարող կասկածի տակ դնել։ Չէ, կասկածի տակ դենք այն առումով, որ ցանկացած սցենարի դեպքում, եթե ասենք ոչ մի մեծ բան չի փոխվում, Իրանում մնում նույն իշխանությունները, պատերազմը ավարտվում, Իրանի իշխանությունները թույլ չեն տա թրիփը։ Այսինքն կամ շատ հստակ իրենց դժգոհությունը կհայտնեն եւ այո։ Ես չէի շտապի, որովհետեւ մենք չգիտենք կռիվը ինչպես է ավարտվելու։ Իսկ եթե ռեժիմը բարդվում է, այդ դեպքում ինչներին է պետք Միացյալ Նահանգներին Իրանի սահմանին, որովհետև եթե մենք հաշվի ենք առնում նաև, որ թրիփը կառուցում են նաև հենց Իրանը շրջանցելու, Իրանի սահմանը վերահսկելու ինչ որ առումով։ Նաև, բայց եթե ռեժիմը փլուզվում է, հնարավոր է որ փլուզվի նաև Իրանը որպես ամբողջականություն։ Ավելին դրա արդյունքում դա չի լինելու կայուն երկիր։ Հետևաբար առավել եւս պետք է լինելու Իրանը շրջանցող ճանապարհ։ Այդ ճանապարհից բրցում ըստ էության չկա, այլ բան է։ Դու ինչ պայմաններով ես այդ ճանապարհը։ Իսկ կարող եք պատկերացնել, որ Աստված չտա, ինչ որ ձևով խորանա այդ պատերազմը Իրանում եւ տարածվի նաեւ Հայաստանի տարածքը։ Ես ռազմական գործողությունները։ Օրինակ ինչ համատեքստում պետք է Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ լինեն։ Ну, օրինակ, չգիտեմ, նույն Իլհամ Ալիևն ասում է, ես այս ճանապարհը ուզում եմ, իրեն չեն տալիս ճանապարհը նենց ոնց որ ինքն է ուզում, որովհետեւ Փաշինյանն էլ պրեսինգի տակ ընտրությունների եւ ինքը ռազմական գործողություն է սկսում։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը հիմա այս խառը պահին ինչ որ բան կարող է անել, որովհետեւ դրա համար նաեւ շատ մեծ միջազգային աջակցություն պետք է ունենա, իսկ միջազգային ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է նա կարող է գնալ գործարքի Միացյալ Նահանգների հետ, ասելով, որ ես միանշանակ կանգնում եմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի արդեն պաշտոնապես ձեր կողմից եմ, հայտարարություններ եմ համապատասխանանում, իմ տարածքն եմ տրամադրում եւ այլն, դրա դիմաց դուք աչք եք փակում, որ ես վերցնում եմ Սյունիքը։ Արդեն գնացել են գործարքի եւ այդ գործարքի արդյունքը թրիփն է։ Հետաբար թրիփից անդին արդեն ուղղակի ճանապարհ որտեղ ոչ ոք չկա, ոչ մի ներդրում չկա, բան, դա մի քիչ բարդ կլինի։ Ես ավելի այլ կերպ եմ տեսնում, որ այն որ տեսնում եմ, որ հիմա այստեղ լոբինգ է արվում, դա կարող ունենալ հետեւյալ տեսքը, որ մենք հիմա բացում ենք ճանապարհը, նույն թրիփի պայմաններով, բայց չկան ամերիկացիները, չկա ներդրումներ, չկա ոչ մի բան։ Ուղղակի կա ճանապարհ, որով ադրբեջանցիները գնում գալիս են, հետո կլինի։ Բայց երբ որ դա այդ զիջմանը մենք գնանք, եթե գնանք նման բան անելու, դա ուղղակի, ինչ ասեմ,
չգիտեմ ինչ բառեր օգտագործեմ, եթե նման բան կարող է տեղի ունենալ, բայց դա նաև կբերի նրան, որ ապագայում ոչ մի տրիփ էլ չի լինի։ Ուղղակի արդեն վերջ, դուք կզրկվենք, մենք կզրկվենք այդ տարածքից, առանց որևէ ինչ-որ տենց խժդժությունների բանի։ Ոնց որ հարցականի տակ կլինի նաև տրիփից այն կողմ ընկած տարածքների ճակատագիրը հայկական։ Տեսեք, Ադրբեջանի ամբողջական նպատակը զուտ միայն ճանապարհը չի։ Ադրբեջանի նպատակը նախ եւ առաջ ապրեն ստեղ, պետք է ընդերքն է Զանգեզուրի։ Պետք է մեր բանը փոխվի, զինանշանը փոխվի, մեր համայնությունը փոխվի, ադրբեջանցիները պետք է այսինքն այն Հայաստանը, որ ուզում է Ադրբեջանը լինի, դա այս Հայաստանը չի։ Այս Հայաստանի անունը ինչ ուզում է դնեն, երրորդ հանրապետություն, Ռուսա-Հայաստան, Սովետիզնաց, այն ինչ որ իրանք տանում են դրան, դա էլ այդ պետությունը չի։ Էդմոն, ներքին հարցերին, հա, այս վտանգավոր թեման մի կողմ դնենք, որովհետև ես նաև հասկանում եմ, որ վտանգները շատ են, հնարավոր սցենարները շատ են եւ ամենասարսափելին այս պատմության մեջ, որ այդ վտանգները հասկանում ես, քարտեզը նայում ես, լուրերը կարդում ես, փորձագետներին կարդում եւ լսում ես, հետո մի պահ աչքդ ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա, տեսնում ես նույն Փաշինյանին, չգիտեմ, կամ դհոլ խփելով կամ պիրաշկի ուտելով, արդեն զզվելի է նույնիսկ այդ արտահայտությունը, պիրաշկի ուտել այնքան է խոսվել ու սարսափում ես, արդեն դա ծիծաղելի չի, դա սարսափելի է, որտեղ այս իրավիճակում եւ տարածաշրջան, ընդ որում դա արդեն ծիծաղելի չի նաև մեզ համար ծիծաղելի չի, բայց ծիծաղելի է աշխարհի համար։ Այնքան շատ լրատվամիջոցներ, բլոգերներ արտասահմանցիան թուփ BBC-ին տարածեցին այդ պիրաշկի ուտելու պահը մեմ է դարձել։ Իսկապես մեմ է դարձել նույնիսկ արդեն թինեյջերների անչափահասների շրջանում։ Այո, բայց մենք չենք կարող վստահաբար ասել, որ դա օգուտ չի իշխանությանը էլեկտորալ ռեյտինգ հավաքելու։ Ինչով է օգուտ։ Դա դրանով նա ցույց են տալիս, որ իրենք ժողովրդի ծոցից դուրս եկած մարդիկ են։ Բայց այդ ժողովուրդը վտանգ է զգում, երբ որ պատերազմ է սկսում, եթե ես այստեղ համաձայն չեմ անդիմությունը, որ ասում է դա ժողովրդին դուր է գալիս, որովհետև ժողովրդի մի լայն զանգվածի համար այնինչ տեղի է ունենում Իրանում, դա վտանգավոր իրադարձություններ են հետևում են պատերազմին։ Նույնիսկ եթե նայեք լրատվամիջոցները, ամենից շատ ընթերցվում են, ամենից շատ դիտվում են։ Այո, իշխանություններն ասում են մենք ենք հետևում, ամեն ինչ տեղյակ ենք, բայց պերաշկեր ենք ուտում։ Չէ, ժողովուրդը չի կարող երկու պատկերն իրար կողք չդնել։ Ժողովուրդը չի կարող մտածել, որ իր անվտանգությունը Փաշինյանն ու Միրզոյանը կամ Սուրեն Պապիկյանը չեն կարող ապահովել։ Գիտեք, ես չեմ կարծում, թե ժողովուրդը իր անվտանգությունը կապում է ձեր թվարկած մարդկանց հետ։ Ժողովուրդը իր անվտանգությունը կապում է ընդհանուր տարածաշրջանի կոնտեքստում։ Տեսնում ա, որ մենք ըստ էության չդիմադրող իրավիճակի մեջ ենք եւ քանոր չենք դիմադրում եւ մեզ այնց ինչ ուզում են տալիս ենք, հետեւաբար նաեւ այդ համատեքստում խաղաղ է։ Ինչքանով կլինի դա երկար, որևէ մեկը չգիտի, բայց մենք մի բան գիտենք, որ իշխանությունը նաեւ ժողովրդին լավ ճանաչում է։ Մեր ընդդիմությունը, մեր ժողովրդի հետ աշխատելու իմաստով շատ լուրջ խնդիրներ ունի։ Հիմա ես էլ եմ ինձ համարում մարդ, որ էլի ժողովրդին որոշակի գոնե չեմ կարող ասել լավ եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանից թե վատ, բայց ես էլ եմ մեր ժողովրդին լավ հասկանում։ Այսինքն դա օգտագործել իշխանության դեմ, որ իրանք ահավոր կորուստներ ունեցան, որ պերաշկի կերան, ես այդ կարծիքին չեմ։ Իսկ դուք հավատում եք իշխանությունների այն հայտարարություններին, որ 26 թվականի հունիսին մենք ավելի շատ ձայն ենք հավաքելու, քան հավաքել ենք 21 թվականին։ Ավելի շատ ձայն հավաքելուն չեմ հավատում, բայց որ ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, այն որ եթե ամեն ինչ այնպես ինչպես որ կա մնա, բնականաբար իշխանության համար սա շատ լավ սցենար է։ Ինչի, դրական ես ընդդիմադիր դաշտում դրական բաներ տեսնում եմ, տեսեք, հայրենիքը Արտուր Վանեցյանի գլխավորությամբ հայտարարեց, որ դուրս է գալիս պայքարից, չասեցի։ Եթե նույնիսկ մի տոկոս վտանգ կա, նրանք համաձայն չեն իրենց ձայները փոշիացնել, դրա հետ մեկտեղ ազնիվ գտնվեց Վանեցյանը եւ դուրս եկավ ընտրապայքարից, կոչ արեց իր կողմնակիցներին ձայն տալ մեծ ընդդիմադիր ուժերին, տեսնում ենք ինչ է կատարվում Թաթոյանի
այդ կուսակցության շուրջը մարդիկ միանում են Չալաբյանի ուժն է միացել, էլի մարդիկ են Շանտն է միացել, չէ, եւ էլի բանակցություններ են գնում, էլի մարդիկ կարող են հավաքվել Թաթոյանի շուրջ, չեմ կարծում որ իրենք հիմա այսօր մեծ վարկանիշ ունեն, բայց ամեն դեպքում որ գնում են դեպի խոշորացման, դա փաստ է, ու նաեւ Ծառուկյանի շուրջ տեղի է ունենում ու Ծառուկյանը նույնիսկ իշխանությունները արդեն սկսել են հայտարարել, որ Ծառուկյանը կհաղթի Քոչարյանին այս ընտրությունների ժամանակ ավելի շատ ձայն կհավաքի։ Ես չեմ ուզում որևէ մեկին անդրադառնամ, ես կարող եմ ընդհանուր ասել, որ այն ինչ որ ընդդիմադիր դաշտում հիմա կա, անգամ ինչ որ դուք նկարագրում եք որպես դրական, դա բացարձակապես չի փոխում այն վիճակը, որ իշխանությունը կարող է վերարտադրվել։ Այսինքն մենք հիմա չունենք այն մի վիճակ, որ կարող ենք ասել, որ իշխանությունը կպարտվի։ Հետևաբար մարդկանց էլ չի կարելի ասել, որ ընդդիմության գործերը լավ են, ինչու, որովհետև շատ շատերն այդտեղից մտածելու են, որ լավա կփոխվի Փաշինյանը, օքեյ, բայց տենց չի։ Իրավիճակը այդպեսին չի։ Այսինքն ընդդիմադիր դաշտում պետքա լուրջ վերափոխում տեղի ունենար, որը տեղի չի ունեցել։ Նոր product չի առաջարկվում ժողովրդին։ Ինչ չի առաջարկվում։ Բացի օրինակ լավ, ուժեղ Հայաստանը նոր product չի։ Ուժեղ Հայաստանը նոր product է, բայց ուժեղ Հայաստանի հետ բազմաթիվ այլ process-ներ կան այդ տարածքում։ Եվ նաև բոլորս տեսնում ենք, որ օրինակ Արամ Զավենիչը եթերից եթեր գնում է, ասում է, ես պահանջում եմ, որ իրանք չգրանցվեն։ Մենք չգիտենք ինչա տեղի ունենալու այդ իմաստով, էլի։ Այդ վտանգը կա, եթե չգրանցեն, պատկերը փոխվում է։ Ոչ թե չգրանցեն պատկերը փոխվում, եթե չգրանցեն ընտրություններն ավարտվում են այդ օրը։ Կարծում եմ իրենք նաև հասկանում են, որ եթե իրենց չգրանցեն, իրենք դիմելու են պայքարի այլ ձևերի։ Բան չասեցի, ես ուզում եմ ուղղակի ասեմ, որ ես հենց հիմա չեմ տեսնում դրական միտումներ, դրա համար իշխանությունը իրեն ավելի վստահ պահում, իսկ չեք կարծում։ Ես կարծում եմ, որ իրենք իրենց վստահ են։ Ինչ վերաբերում ավելի շատ ձայնի, նայեք, ավելի շատ ձայնը հետևյալն է։ Հնարավոր է իրավիճակն այնպեսին լինի, որ չկա ինտրիգ, հիմա ընդդիմադիր դաշտում ինտրիգ չկա։ Ոչ չկա։ Դա չկա։ Եվ չկա ինտրիգ, շատ հորետ տեսեք։ Ընդդիմության ձայները չեն գնում տեղամաս։ Նայեք, ընդդիմության ձայները երբ են գնում տեղամաս, երբ որ կա ինտրիգ, Եվ չկա ինտրիգ, չեն գնում, իշխանությունն իր տարած ձայները տանում է, եւ տոկոսային հավասարակշռության մեջ կարող է իրենք ավելի շատ մանդատ ունենան, բայց ոչ ձայն։ Բայց ընդդիմությունը, ինձ թվում է, ընդդիմությունը հիմա պետք է լծվի մի գործի, ստիպի մարդկանց, համոզի մարդկանց, որ գնան անպայման ընտրությունների։ Չի կարող, որովհետեւ ինչ առաջարկել, առաջարկել է երրորդ ուժ էի ուզում, երրորդ ուժ են բերել։ Լավ եկել է։ Դուք ինձ ստիպում եք, որ անդրադառնամ ընդդիմադիր ուժերին։ Ես տրամադրված չեմ այսօր դրան, ես ուզում եմ ասեմ, դեռ ժամանակ կա, որ սա շտկվի։ Եկեք այդքան։ Էդմոն, եկեք այսպես, ի՞նչ է նշանակում ժամանակ կա, որ սա շտկվի։ Ինչը պետք է շտկվի։ Դեռ դաշտում process-ներ են գնում, մարդիկ բանակցություններ են վարում։ Այսինքն այն տեսարանը, որ դուք նկարագրեցիք, դեռ այդ տեսարանը վերջնական տեսարանը չէ։ Այսինքն հետեւաբար հույս կա, որ այդ տեսարանը կարող է վերանայվել։ Եթե այդ տեսարանը չվերանայվի, լինելու է։ Դուք հավանաբար դժգոհ եք ձեր սեփական բանակցություններից, ինչ որ մեկ ուժի հետ։ Շատ գոհ եմ մեր բանակցություններից, մեր համագումարը նշանակված է եւ հայտարարենք ապրիլի 11-ին։ Եվ այդ օրն եք հայտարարել։ Իսկ ինչ այդ շարունակում եք բանակցությունները։ Մինչև այդ մենք վերադասավորվում ենք։ Ոչ թե շարունակենք բանակցությունները, այսինքն մենք այդ օրը չեք բացառում, որ գնաք օրինակ ուժեղ Հայաստանի ցուցակով։ Մենք այդ մասով շատ ենք խոսել, չենք բացառում։ Բան չի փոխվել։ Չենք բացառում, բայց հենց հիմա մենք ավելի շատ առանձին մասնակցության վրա ենք աշխատանք տարել։ Այդ մասով գնդակը ում դաշտում է։ Այդ մասով գնդակը ում դաշտում է։ Ուժեղ Հայաստանին միանալու, իրենց ցուցակով գնալու հարցում բանակցությունները ընթանում են եւ գնդակը ում դաշտում է։ Նայեք, ուժեղ ցուցակով գնալու մեջ չի խնդիրը։ Խնդիրը այն պատկերացումների մեջ է, որ մենք ունենք, դրա մասին մենք շատ ենք խոսել։ Եվ այդ պատկերացումների համատեքստում իշխանությունը բացարձակապես շանս չի ունենալու հաղթելու։ Այսինքն ինչ մանրամասներ, ոչ ինչ-որ։ Ես ժամանակին խոսել եմ ավելի մեծ բևեռի մասին եմ խոսել, չէ՞։ Ես խոսել եմ 1 բևեռով հանդես գալու մասին։ Այդ թեման մենք ենք դրել շրջանառության։ Թող լինի 2 բևեռ, ինչ տարբեր 3 բևեռ, ինչ տարբերություն։ Մեծ տարբերություն։
Շատ մեծ տարբերություն։ Շատ մեծ։ Չեմ դες մենակ Դուք ստիպեք որ ես այդ մյուս մարբանին անդրադառնամ։ Չէ, ես օրինակ նկատել եմ նաև արձանագրել եմ ինքս ինձ համար, որ Մեզ մտածում որ քարոզաշավի ժամանակ անդրադառնալու ենք։ Շատ զայրանում են իշխանությունների նյարդայնացրել է հնարավոր Գյումրի 2 սցենարը ընտրություններին։ Իրենք հասկանում են, որ Ծառուկյանի ուժը, Քոչարյանի ուժը եւ Սամվել Կարապետյանի ուժը եթե միավորվեն, կարող են եւ հաղթել։ Ես Գյումրի 2 սցենարի վերաբերյալ ասել եմ, որ այդ սցենարը տապալված սցենար է, այլևս եւ այն տեղի չի ունենալու։ Չի լինելու նման սցենար։ Չկա նման հնարավորություն։ Իսկ ինչպես եք վերաբերվում հանրապետականի այդ իմպիչմենտի գաղափարին։ Ինչ են իրենք նորից բերել իմպիչմենտի գաղափարը։ Անկեղծ ասած չեմ հասկանում, ինչ են ուզում անեն։ Հնարավոր է որ եւս մեկ անգամ փորձեն, որ հետո ասեն չենք մասնակցելու, օրինակ։ Դե որ իմպիչմենտը միակ տարբերակն է, որտեղ իրենք ասում են ընտրություններում հնարավոր չի փոխել։ Որքանը որ հասկանում։ Այսինքն ինֆոպովոդ են ստեղծում ու նաև ուզում են նախորոք արդեն իրենց համար դաշտ հարթել, որ հայտարարեն չմասնակցեն։ Եվ մյուս կողմից ուզում եմ նաև ասել, որ իմպիչմենտը հիմա ինչ է փոխում։ Օրինակ, պետք է ասենք հիմա եղել է իմպիչմենտ։ Պարլամենտի ժամկետը լրանում է օգոստոս ամսին։ Ինչ է լինելու։ Ընտրության պետք է գնաս։ Այսինքն պետք է ավելի շատ աշխատել ընտրական տեխնոլոգիաների համատեքստում, որտեղ իմպիչմենտի իմաստով մենք չունենք բավարար ձայներ, որոնք կարող են իմպիչմենտի գործընթացը հասնել ավարտին։ Չունենք, չկա նման հնարավորություն։ Իսկ դուք եք հավատում, որ ինչպես մյուս ընդդիմադիրներն են ասում, որ Միացյալ Նահանգները, Եվրոպան, նո Արևմուտք ասածը իսկապես աջակցում է Փաշինյանին եւ Փաշինյանին օգնելու համար շատ բանի պատրաստ է։ Ինչ պետք է անեն։ Զորքեր են մտցնելու Հայաստան։ Չէ, զորքեր չէ, բայց անդիմությունը օրինակ այսօր մի քանի գրառում կարդացի, որ տեսնում եք այս վերջին ամերիկյան հարցումները, որոնք PR-ում են իշխանության ներկայացուցիչները, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում եւ ամերիկացիները հատուկ են նման հարցում հրապարակել ցույց տալու համար, որ Փաշինյանը իսկապես աջակցություն ունի, որ նրանք ովքեր Փաշինյանին չեն ուզում ընտրել, պարզապես չմասնակցեն ընտրություններին։ Նախ դա ամերիկյան հարցում չէ, ամերիկյան ընկերությունը պատվիրել է հայկական ընկերության, որ արել է հարցում։ Հայ, հասկանալ է, բայց ով է դա վերլուծել։ Այդ հայկական ընկերությունը։ Եվ այդ հարցումը ցույց է տալիս, որ օրինակ եկեղեցին ունի շատ բարձր վարկանիշ։ Եթե Փաշինյանի գործը լավ է, ուրեմն ինչ պետք է լիներ։ Պետք է եկեղեցու վարկանիշը ցածր լիներ։ Հետեաբար քաղաքական ուժերը ինչ պետք է անեին։ Պետք է օգտագործեին այդ հանգամանքը։ Մինչդեռ տեղի ունեցավ հակառակը։ Այսինքն որ դաշտում որ Փաշինյանը պարտվել է, դա եկեղեցու դեմ կռվի դաշտում է։ Տեսեք, Արշակ Սրբազաններ են ազատ արձակել։ Նույնիսկ խոսում են, որ Բագրատ Սրբազանին են ուզում տնային կալանք տալ, բայց նա չի համաձայնվում, հասցեն չի տալիս, ասում է ես անմեղ եմ։ Հիմա տեսեք։ Այսինքն որ դաշտում Փաշինյանը պարտվել է, այդ դաշտը թողել է անդիմությունը ու զբաղված է ուրիշ ինչ-որ բաներով։ Երբ որ մենք առաջարկ ենք ներկայացնում կոնկրետ այդ դաշտում աշխատանք տանել, մենք չգիտեմ, մարդիկ ինչ-որ տպավորություն ա, որ դուք ինչ-որ sense նեղացած եք, չէ, ոչ մեկից նեղացած չեմ, ես ուղղակի ասում եմ, որ գործերը լավ չի։ Իսկ չեք ուզում դուք էլ օրինակ հետևեք նույն հայրենիք կուսակցության օրինակին եւ հայտարարեք, որ չեմ մասնակցում, բայց իմ աջակիցներին կոչ եմ անում գնալ եւ ընդդիմությանը ընտրել, մեծ ուժերին ընտրել ու այսպես ավելի ակտիվ ընտրարշավ տանել առաջ հենց այս տրամաբանության մեջ, որ սա ոչ պաշտոնի, ոչ էլ մանդատի կռիվ է, ավելին բոլորն են հասկանում, գուցե չեն խոսում բարձրաձայն սրա մասին, բայց բոլորի համար է պարզ, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն եւ սովորական ընտրությունների արդյունքների պես ինչ որ ասենք այն խորհրդարանը, որը որ ստեղծվելու է, կարող է շատ կարճ ժամանակ ունենա։ Շատերի համար սա անցալվում է որպես ինչ որ անցումային շրջան։ Ես Հայաստանում որևէ ընտրություն չեմ հիշում, որ եղել է սովորական ընտրություն, երբեք չի եղել սովորական ընտրություն։ Ու ես կարծում եմ, որ բազմաթիվ ուժեր, որ հիմա ուզում են ընտրություններին մասնակցեն, իրանք չպետք է մասնակցեն, բայց մենք պետք է մասնակցենք, բացատրեմ ինչու, որտեղ մենք քաղաքական ուժ ենք։ Իսկ բազմաթիվ ուժեր եւ մարդիկ ովքեր որ այսօր ուզում են մասնակցեն։ Իսկ եթե գնաք 3-9 ստանաք, ինչ է կանելու։ Նա քաղաքականության հետ բացարձակապես որևէ կապ չունեն։ Նաեւ ձեր թվարկած մի շարք ուժեր, այսինքն քաղաքականություն չեն մտել բնական ճանապարհով։ Հունիսի 8-ից հետո այդ ուժերի մեծ մասը չի լինելու քաղաքականության մեջ։
մեծ մասը չի լինելու, գնայինք մասնակ։ Նայեք 21 թվականի ցուցակը վերցրեք, 21 թվականին ինչքան ուժ մասնակցեց, չէ՞։ 60%-ը քաղաքականության մեջ չկա։ Հենց ընտրությունից անմիջապես հետո։ Բայց չենք գնալու այդ ճանապարհով։ Ընտրություններից հրաժարվելու ճանապարհով։ Չէ, ընտրությունից հրաժարվելու ճանապարհը նշանակում է դու ինչ ես անում, այսինքն քո այն գաղափարները, որոնք որ ներկայացրել ես, էլ չես ուզում ներկայացնել։ Ինչու՞։ Ինչու՞ չպետք է։ Այդ դա խռովել է։ Այդ դա խռովել է։ Այդ դուք լավ ասացիք։ Այսինքն մենք ունենք երկու տարբերակ՝ խոշորանալ մեր ցուցակի մեջ, որի ուղղությամբ աշխատանք։ Որ ձեզ միանան մարդիկ, ուրիշ ուժեր։ Այո, միանում են։ Կան։ Այո։ Անոներ չեք տալիս, բայց։ Դե հիմա ճիշտ չէ, որտեվ։ Բայց բանակցությունների մեջ եք։ Ոչ թե բանակցությունների մեջ չենք, այլ միացողներ կան։ Հակը։ Չէ, բայց հակի հետ է խոսալություն կա։ Հակի հետ եք բանակցում։ Այո, 3 ենք հանդիպել օրինակ։ Ես իմ ասածը հետեւյալն է, որ մենք ունենք տարբերակներ, բայց տարբերակ, որ մենք չմասնակցենք, դա կնշանակի, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Էդմոն, իսկ եթե մասնակցեք ու հավաքեք 3.5%, ու հետո այդ 3.5%-ը Փոշյանա գնա օրինակ Փաշինյանին, դուք եք, չէ, պատասխանատու լինելու այն ճգնաժամի համար, որը որ 100%-ով ավելի կխորանա, եթե Փաշինյանը վերընտրվի։ Առաջինը պետք է ասեմ, որ եթե ընդդիմության խոշոր ուժերը հայտարարում են, որ իրանք հաղթելու են, հետեւաբար որևէ փոշի չի գումարվելու առաջինը Փաշինյանին, գումարվելու անդիմադիր ուժերին։ Այսինքն այդ վատատեսը հիմա տեսեք դուք եք, ոչ թե ես։ Ես չեմ կիսում այն լավատեսությունը, որ ընդդիմության ուժը, այսինքն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները կամ համակարգողները հայտարարում են, որ մենք ավելի շատ ձայն ենք ստանալու կամ 50+1 ենք հավաքելու եւ այլ։ Դրան ես չեմ հավատում, որովհետեւ ես հասկանում եմ, որ Փաշինյանը ունի վարչական ռեսուրս եւ դրա հետ պետք է հաշվի նստել։ Փաշինյանը ունի եւ իր կողմնակիցներին, որոնք ակտիվ կողմնակիցներին, որոնց ընտրատեղամաս տանելու խնդիր չկա, նրանք գնալու են եւ իրենց ձայնը տալու են Փաշինյանին եւ պլյուս վարչական ռեսուրսները, պլյուս այդ ամբողջ պետական ապարատը եւ այլ, բայց ես հավատում եմ, որ մնացած ուժերը ավելի միասին ավելի շատ ձայն են հավաքելու, քան Փաշինյանը, որտեղ ակնհայտ Հայաստանի հասարակության մեծ մասը, հատկապես քաղաքներում դեմ է, մեղմ ասած, դեմ է Փաշինյանին։ Քանի տոկոսով է դեմ։ Մենք չենք, ես չեմ վստահում, մենք բոլոր հարցումներին ինչքան է դեմ։ Օրինակ նայեք, մենք ունենք ուսումնասիրություն, որ եթե լիներ ընդդիմադիր մեկ բևեռ, անգամ քննարկել Փաշինյանը կարա դեր որևէ բան անել անիմաստ է, վերջ, դա ավարտն է։ Այսինքն կա ժողովրդական պահանջ մեկ բևեռ ձևավորելու։ Ոչ թե Գյումրի երկու սպորտել անելու, այլ մեկ բևեռ ձևավորելու։ Տարբերությունը ո՞րն է, մեկ բևեռը թե 3 բևեռը։ 63000 անգամ ես տաբիլետներում ասել եմ։ Տարբերությունը հետեւյալն է, մեկ բևեռի պարագայում մարդիկ տեսնում են, որ ինտրիգ կա, գնում են ընտրական տեղամաս եւ ընտրում են այդ մեկ բևեռը։ Հիմա չեն տեսնում, որ ինտրիգ կա։ Նոր ուժ է հայտնվել, այն ուժերը, որ մասնակցում են ընտրություններին, հայտարարում են, որ ընտրություններից հետո միանալու են։ Միակ նոր ուժը, որը կարող է դեր խաղալ, դա Սամվել Կարապետյանն է։ Մնացած որ ասում եք նոր ուժը հայտնվել է, Չէ, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը։ Հա, չէ, Սամվել Կարապետյանին հասկացանք, այսինքն ուրեմն Սամվել Կարապետյանի ուժը։ Այսինքն դուք Լևոն Տեր-Պետրոսյանի ասացին կողմնակից եք, որ բոլորը համախմբվեն Սամվել Կարապետյանի շուրջ։ Ես որ դա ասում էի մոտավորապես 4-5 ամիս առաջ։ Այո, ես հիշում եմ, ես հարցազրույցում էլ էի ասում։ Բայց ուզում ասել հետեւյալը, քաղաքական միավորին ոչ ոք չի կարող ասել, որ դուք խի մասնակցեցիք։ Նախ այն ձևով որ մենք մասնակցելու ենք, հաստատ այդ 4%-ը տանելու ենք։ Հարցը այդ 4%-ի մեջ չի։ Հարցը հետեւյալի մեջ է։ Մենք մասնակցում ենք ընդդիմադիր 40% կամ 33% ընդդիմադիր մանդատների համար, թե մասնակցում ենք իշխանություն փոխելու։ Ես իշխանությունը փոխելու բանաձևը ներկայացրել եմ։ Ինձ չեն ուզեցել լսել, որտեղ ունեցել իրենք իրական իրենց ամբիցիաները։ Եթե Աստված չտա Փաշինյանը վերընտրվեց։ Մենք տեսնելու ենք Էդմոն Մարուկյանին որպես իսկ դուք հաղթահարեցիք։ Տեսնելու ենք որպես ընդդիմադիր падգամավոր ազգային ժողովում, այսինքն դուք ձեր մանդատները վերցնելու եք, եթե Փաշինյանը հաղթեց։ Եթե ինքը հաղթում է, մենք ֆրակցիա ունենք, ուրեմն լինելու ենք ընդդիմադիր падգամավոր, այո։ Այսինքն դուք դրան համաձայն եք, որ լինեք ընդդիմադիր։ Ես դրան համաձայն եմ, դա ժողովուրդն է որոշում։ Եվ նաև իր հաղթանակն է ժողովուրդը որոշում։ Չի կարելի ժողովուրդը ինչ ենք։ Դա հանգիստ ընդունել է։ Միանշանակ։
Այսինքն բա մենք դուք այսինքն մտածում եք որ մենք ուզում ենք բան անենք, ընտրություններին մասնակցենք, ժողովրդին ասենք մեզ ընտրի որ քուշահերը մենք կանանք պաշտպանել, օրինակ չթողնենք զինանշանը փոխեն, օրինակ չթողնենք որ սահմանադրությունը փոխեն, չթողնենք ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցվի, ճանապարհ տրվի, մեր երկրի զիջումներ արվի, բայց ժողովուրդը այդ լիազորություններով մեզ օժտի, մենք փախնենք դրանից։ Դուք իսկ չեմ հավատում որ անդիմությունը հատկապես Փաշինյանի վերընտրվելու դեպքում կկարողանա ինչ որ բաների խանգարել ցանկացած անդիմություն դուք ավելի լավ անդիմություն եք լինելու քան այսօրվա անդիմությունը դա դասկի ամոթ հատ տենց հարցից տալ ես մի ամաչում եմ Իսկ Սերյանը Հայնյանի վրա գոռում ալեն Սիմոնյանը ասում է լեիչի ստեից թափով գնում անդես դուք ուզում եք ինձ համեմատեք այդ մարդկանց հետ Ես դուք տեսել եք ես ոնց եմ եղել դիմություն ինչ ենք քննարկում Այսինքն են որ իրար տալիս եք դա լուրջ ընդդիմության հարցը դրա մեջ չի հարցը Դուք ավելի կոշտ ընդդիմադիր եք լինելու Մենք խոցելի չենք Ազաջան Հասկանում ես Ոնց խոցելի չեք դուք ավելի խոցել եք Սերյան Օհանյանը դուք համագործակցել եք նկատմամբ չկա ապօրինի գույքի բռնագանձման գործ կնոջս նկատմամբ չկա ապօրինի գույքի բռնագանձման գործ ինձ Ալեն Սիմոնյանը չի կարողանում այնտեղից տենց լարի ոնց որ իրանց են լարում Ամենայն հարգանքով Սերյան Օհանյանի նկատմամբ հարցը Սերյան Օհանյան չի հարցը հետեւյալն է չի կարող նախկին իշխանությունը լինել լավ ընդդիմություն Դե հիմա չկա նախկին իշխանություն մենակ Հայաստան դաշինքն Դե հիմա ինչ ուզում եք մենք ժողովրդին էլի խափենք ուզեք Հայաստանը նախկին է ուժեղ Հայաստանը նախկին է ուժեղ Հայաստանը ինչ դուք ինձ ասում եք այսօրվա ընդդիմությունից ախր դուք հարց եք տալի նայեք ասում եք այսօրվա ընդդիմությունն շարունակում է այսօրվա խորհրդարանական ընդդիմությունից մենք լավ ընդդիմություն եղել ենք ու կարանք լինենք Մենք չենք ուզում էլ ընդդիմություն լինել։ Մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանը վարչապետ։ Բայց դուք հարցնում եք, ասում եք, եթե արդեն մտածում եք ինչ պետք է անել, եթե դուք հայտնվում եք ազգային ժողովում, բայց ընդդիմադիր ֆրակցիա եք, եթե դուք արդեն մանրամասն այդ հարցնել եք, այդ հարցի մասին խոսում եք եւ նշանակում ասա որ արդեն սա էլ եք ուսումնասիրել եւ որոշարում սա նաեւ ընդունելի ճանապարհ է Այսինքն Ռոբերտ Քոչարյանը ճանաչել է Նիկոլ Փաշինյանի հաղթանակը գնաց է մանդատները վերցրել է որը գնում էին իրենք մի օրակարգով որ Նիկոլը չպետք լինի վարչապետ հիմա դուք այդ հարցից տալիս եք ես ապշած եմ ուղղակի Բայց ժամանակ դեռ ունենք Արցախ Հիմա էլ ունենք Սյունիք կարող է հետո էլ սկսեք քննարկել որ չունենք Սյունիք Այսինքն մենք այս քննարկումները որ անում ենք Էդմոն ես հիշում եմ մենք երկու անգամ հարցազրույց ենք ունեցել ձեր հետ եւ ի տարբերություն շատ ուրիշ անդիմադիր գործիչների դուք հստակ ինձ ներկայացրել եք ինչ է լինելու Հայաստանի հետ եթե Փաշինյանը վերընտրվի Այո ու եթե ու թողեք նույնից ասեմ եթե խորհրդարանը դա ընդունելի է ձեզ համար դուք գնալու եք Ընդունելի չի մեզ համար մենք դա կարող ենք կանխել Կարող եք կանխել, ինչպես, եթե նա մեծամասնություն ունենա, ինչպես եք կանխել։ Որտեվ խորհրդանում Եթե ժողովուրդը գնացել է նրա ձայնատվել, եթե նա ասում է, եթե դուք իմ դեմ հեղափոխություն չեք անում, ուրեմն ամբողջ հայ ազգը կողմ է, որ մենք կորցրել ենք Արցախը, վաղը կասի, եթե դուք իմ դեմ հեղափոխություն չեք անում, եթե դուք գնացել եք 26-ի հունիսին ինձ ընտրել եք, ուրեմն դուք կողմ եք, որ մեզ Սյունիքը անցնեմ կամ ադրբեջանցիները։ Բախի չեն օրինակ հեղափոխություն արել դու։ Չեն կարողացել, փողոց դուրս չեն եկել մարդիկ։ Ով չի դուրս եկել։ Ընդդիմությանն էր ասում խորհրդանի։ Ասում են ինձ հանեք լալեք ստեից, քիչ էին անում։ Փորձում էին։ Լուրջ։ Չգիտեմ, բայց շարժումներ կային շատ։ Գործող խորհրդարանական ուժերը չեն կարող հսկել հակակշռել։ Դուք կկարողանաք, եթե լինեք ընդդիմադիր։ Հակակշռել եւ փոխզսպել Փաշինյանի իշխանությանը։ Չեն կարող։ Միայն նրա համար, որ ռուսերեն ասած ու каждого рыльца в пушку։ Ես չգիտեմ այդ ասացվածքը։ Այսինքն ինչ որ կոմպրոմատ ունեն կամ քրեական գործ ունեն կամ նախկին են եւ այլ եւ այլ։ Կոմպրոմատի հարցը չի, շատ մարդ կա որ նախկին է, խնդիրը նախկինի մեջ չի։ Խնդիրը նրա մեջ է, որ այդ մարդիկ խոցելի են եւ իրանք իրենց գործունեությամբ են ցույց տվել որ խոցելի են։ Խոցելի են իրենց անցյալով։ Իրենց գործունեությամբ են խոցելի։ Իրենց այսօրվա գործունեությամբ։ Այսօրվա գործունեությամբ ինչով են խոցելի։ Այսօրվա գործունեությամբ են խոցելի, որովհետեւ չեն կարողանում ճիշտ հարցադրումներ բարձրացնել պարլամենտում։ Դուք ավելի ճիշտ հարցադրում։ Բացարձակապես չեն կարողանում հակակշռել։ Եթե իրենք լավ աշխատեն, ես կարճ ասեմ, էլի։ Ես Հայաստանում քաղաքական օրակարգ չէի կարող ձևավորել։ Բայց ես ձևավորում եմ։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Խորհրդարանական ամբիոնները, խորհրդարանական բոլոր մեխանիզմներն իած ձեռքերում է,
բայց մենք ունենք այս վիճակը։ Ամբողջ աշխարհում ոնց է համակարգը գործում։ Կա Տրամպը, չէ, ու կան դեմոկրատներ, ովքեր հակակշռում են։ Տրամպը Իրանում պատերազմ է սկսել առանց կոնգրեսի թույլտվությամբ։ Կոնգրեսում բանաձև են բերել Տրամպի իրավունքները սահմանափակելու։ Էս է անդիմությունը։ Հասկանում եք, այսինքն տես չի որ բանա, եթե ինքը ընտրվում է, ուրեմն բան, այսինքն այդ իրանքը մի անգիր չգիտեն, որ իրանք որ մասնակցում են, գնում են իրան Իսկ կարող է ձեզ շուրջ հավաքվեն ԿՊԱ-կան որոշ ԿՊԱ-կաններ նաև ովքեր կուզենան գնալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից դուրս գալ եւ միանալ ձեզ։ Նկատի ունեք պարլամենտի ներսում։ Չէ, հիմա ընտրություններից առաջ եւ ձեր ցուցակով գնան։ Կամ կլինեն այլ նախկին ԿՊԱ-կաններ ձեր Մենք ցուցակով։ ցանկացած ուժ, որը որ ողջունում է երկրում փոփոխությունների օրակարգը, ռեֆորմների օրակարգը, որ այս երկիրը նորմալ երկիր դառնա, որ մարդկանց կյանքը նորմալ կյանք լինի, որ ներքին գզվրտոցը դադարի, որի արդյունքում բանակ կառուցենք, որի արդյունքում երկիրը կուժեղացնենք, մենք ցանկացած ուժի հետ կարող ենք համագործակցել։ Ես փորձեմ ամփոփել, հա։ Ցենց ասեմ, նայեք, 18 թվականին եղել է հեղափոխություն։ Եղել են ուժեր, կամ մի ուժ։ Կամ այդ ուժն է չէ, ախր։ Փաշինյանը մի քանի հոգով։ Այդ ուժը հետո է միացել։ Նկատի ունեմ քաղաքացիական պայմանագրի մեծ մասը։ Մենք հոտ տեսել ենք դա, որ արել են հեղափոխությունը։ Ու եղել են շատ ուժեր, որոնք ողջունել են հեղափոխությունը։ Մենք, ՀԱԿ-ը, Ժառանգությունը շատ բազմաթիվ ուժեր։ Շատերը։ Հիմա այդ ողջունած ուժերի հետ մենք բնականաբար այդ փոփոխությունների օրակարգը ուզում ենք կապիտալիզացնել, որը Փաշինյանը ձախողում է եւ ձախողել է։ Էսա խնդիրը։ Այսինքն այդտեղ բան չենք, մենք քաղաքական ոնց են ասում, ֆաշիզմով չենք ծառայում, որ բան անենք, էլի։ Այսպես ես ու փորձում եմ ձեզ հասկանալ, այդ ոնց ինձ մոտ չի ստացվում։ Մյուս կողմից դուք այնքան քաղաքական գործիչներից եք, անկեղծ եմ ասում, ում հետ ինձ շատ հետաքրքիր է խոսել, որտեղ դուք շատ հստակ գիտակցում եք ու բարձրաձայնում եք դրա մասին, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե այս իշխանությունները մնան իշխանություն, եթե կոպիտ ասած Փաշինյանը մնա եւ կատարի բոլոր պահանջները, որը որ կներկայացնի Ալիևը։ Շատ լավ հասկանում եք ինչ է ուզում Ալիևը։ Ու նաեւ հազար անգամ խնդրեցինք ընդդիմությանը, որ իրենց գործնեությամբ չօգնեն Փաշինյանի այդ օրակարգի ձեր հիմնական այսինքն նայեք, երբ որ հարցը որն է ընդդիմությանը, եկեք պարզ խոսենք, դուք ասում եք, որ Քոչարյանը չպետք է մասնակցի, Սերժը չպետք է մասնակցի, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է մասնակցի, մեն երկուսը չեն մասնակցում։ Քոչարյանը կարծես թե ձեր միակ հիմա խնդիրը ընդդիմության հետ կապված, պարլամենտական ընդդիմության հետ կապված, որ Քոչարյանը չպետք է մասնակցի ընտրությունների կարող եւ չի մասնակցելու։ Ես չասացի իմ միակ խնդիրը։ Դա մասին մենք շատ շուտ ենք խոսել, այո, ես մեծ հարցազրույց։ Մենք դա ինձ հետո ուրիշ բան ենք ասել, մենք ասել ենք ժողովուրդ ջան, հնարավորություն կա ձևավորելու մեկ միասնական բեռ։ Գուցե Սամվել Կարապետյանի ուժը չի ուզում, որ իր շուրջ հավաքվեն մարդիկ։ Ինչ է նշանակում չի ուզում։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ես չեմ մասնակցում ու իմ ամբողջ ռեսուրսները թող միանան Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ մենք գնում ենք ընտրություններին, եւ եթե մեր ուժը զբաղեցնում է երկրորդ տեղը, իհարկե մենք կողմ ենք լինելու, մենք ընդունելու ենք, որ վարչապետ է դառնալու ընդդիմության առաջին տեղ զբաղեցրած կուսակցությունը, դրանից ավելի ինչ պետք է հայտարարի։ Դա շատ դա տրամաբանական է, բայց ինչ պետք է հայտարարի։ Այսինքն չի ասում, որ ես գնում եմ ընտրություններին։ Դա չի խնդրեմը։ Խնդրեմը դեղա որ պետք է քաղաքական օրակարգից իրենք հանեին իշխանության զենքի պես օգտագործվող նախկիններ ապօրինի գույք 200 միլիոնը բերեք։ Հենց երեք էր Ռուբինյանը գոռում Քոչարյանի ֆրակցիայի վրա, ասում է գնացեք ձեր շեֆին ասեք 200 միլիոն դոլարը բեր։ Հասկանում եք, այդ քննարկումը հնարավոր էր մի հատ այսպես որոշումով հանել։ Այդ քննարկումը մնաց քաղաքական օրակարգում։ Դա օգնելու է Փաշինյանին։ Լավ, եթե չասեմ վերարտադրվել, որտեղ մենք տենց բան չենք։ Օգնելու է իրան, օգտագործելու է։ Մեր ժամանակը սպառվում է, Էդվոն պայմանավորվենք։ Ես այդ ամենայնիվ ահա որ շատ եմ սիրում ձեզ հետ եւ ոդկասթներ անել եւ հարցազրույցներ անել։ Դրա համար միշտ ես նորից ձեզ անպայման կհրավիրեմ։ Վերջին հարցս ուզում եմ այսօր մարտի 6-ին ձեր կանխատեսումը ինչ է լինելու հունիսի 7-ի ուշ երեկոյան։ Ինչ որտեղ, ինչ իմաստով։ Ընտրություններից հետո հունիսի 7-ի ուշ ես չեմ կարող հիմա կանխատեսում անել, որովհետեւ ես ձեզ ասացի,
որ դեռ ժամանակ ունենք, դեռ դաշտը վերջնական չի ձևավորված։ Մենք ինչ ենք մեր համագումարը նշանակել ապրիլի 11-ին, որովհետև մենք ուշ ենք դիրքավորվելու։ Մենք տեղ ենք թողնում դիրքավորումը։ Թող բոլորը դիրքավորվում են հիմա։ Մեկ ասում է Տրամպի ճանապարհը փրկություններ, խաղաղություն ա բերել, այն մյուսն է ասում։ Թող դիրքավորվեն։ Հերթը կհասնի։ Հովիկ Աղազարյանը լինելու է ձեր ցուցակում։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, այս պահին չունենք նման դեռ որոշում։ Բայց բանակցում եք իր հետ։ Ոչ թե բանակցում ենք, շփում ենք, որտեղ ժամանակին իրանք առաջադրել են ինձ վարչապետի իմպիչմենտի մասով, ուրիշ էլի բազմաթիվ մարդիկ կան։ Դա կախված է այնից մենք ինչ ֆորմատով ենք գնալու։ Շատ լավ։ Փաշինյանը ասաց, որ այսօր կարդացի թերթերից մեկն էր գրել, որ Փաշինյանն ասել է դեռ ունեն ջոկեր, որը որ ցույց են տալու։ Ինչի մասին էր խոսում։ Մայիսի 28-ին մեծ վիզաների ազատականացման մասին։ Ոչ, մայիսի 28-ին մեծ շքերթ կա, ռազմական։ Հունիսի 4-ին եվրոպական համայնքն է գալիս Հայաստան։ Այդ երկուսը արդեն գիտենք, որ էլեկտորալ փորձ է արվելու օգտագործել, բայց հնարավոր է այդ ջոկերը շատ խառնվի այս պատերազմի արդյունքում, ինչ ջոկեր նկատի ունեն։ Վիզաների ազատականացման մասով Հայաստանը բազմաթիվ օրենքներ պետք է փոխի եւ պետք է Եվրոմիության ամբողջ տարածքում կոնսենսուս լինի, որ այդ որոշումը կայացվի։ Ու Վրաստանի դեպքում որոշումը կա, բայց Վրաստանը Եվրասիական միության անդամ չէ։ Որքանը որ տեսնում եմ, մի քիչ շեռու ենք դրանից, դա որպես ջոկեր հիմա չեմ տեսնում։ Կարող է ինչ-որ հայտարարություն քաղաքական, որ կանենք։ Ինքը չի ասում, որ վաղնա լինելու, ասում կանենք, էլ ինչպես սովորաբար ասում է, կանենք պայմանագիրներ, խաղաղության կկնքենք, կեսանախակնկել ենք, մի հատ էլ թուղթ եվրոպացիները Ես չեմ բացառում, որ ջոկերներից մեկը կարող է լինել այն, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստը ստորագրվի անցումային դրույթներով, առայն որ այն ուժի մեջ կմտնի պայմանով, երբ որ Հայաստանը կփոխի եւ կընդունի։ Նախաստորագրում 2 Ոչ, խաղաղության պայմանագրի ստորագրում, սակայն այն ուժի մեջ կմտնի նոր սահմանադրություն ընդունելուց հետո։ Հնարավոր է նման քննարկումներ եղել են, կան եւ դա կարող են փորձել որպես բան օգտագործել, բայց դա կնշանակի ամբողջ ժողովրդին դնել շանտաժի տակ, որ այ եթե դու դեմ քվեարկես սահմանադրական այս հարակվերի ժամանակ, ուրեմն դու դեմ ես խաղաղության սցենարի մասին եք խոսում։ Դե ես հասկանում եմ իմ գործից։ Դասական քաղաքական գործիչ։ Շնորհակալություն հետաքրքիր ոդկասթի համար։ Լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ